Կասեք ինչպես եք գնահատում ազգային ժողովի աշխատանքները։ Շատ վատ։ Իսկ ինչու։ Լավ է։ Իսկ ձեր կարծիքով օրակարգում լուրջ խնդիրներ կամ հարցեր քննարկվում։ Շատ լուրջ խնդիրներ կան, բայց իրենք բամփասանքով են զբաղված ու դա շատ տհաճ է։ Կասեք ինչպես եք գնահատում ազգային ժողովի աշխատանքները։ Ես դրանց գործերին չեմ խառնվում։ Որպես քաղաքացի բացասական դրական։ Ոչ բացասական, ոչ դրական, չգիտեմ, ամեն մեկը իրանա առաջ տանում։ Իսկ օրակարգում ձեր կարծիքով լուրջ խնդրահարույց հարցեր քննարկվում են։ Չէ։ Իսկ ինչն է պատճառը։ Պատճառը այն է, որ նրանք իրար հետ համաձայնության չեն գալիս։ Իսկ ինչի շուրջ օրինակ համաձայնության կգան, որը կլինի ձեր կարծիքով դա։ Իմ կարծիքով ազգային ժողովը պետք է նախագծեր ներկայացնեն, ընդունեն եւ այլն նման հարցերով զբաղեն, բայց նրանք միայն իրենց մեկը մյուսին քննադատելով է գործանում, ուրիշ ոչ մի բան։ Իսկ ներկայիս ու նախկին ազգային ժողովների միջև տարբերություններ զգում եք։ Նույնն են։ Դա ոչ մի տարբերություն։ Բայց ազգային ժողովը դրա համար չի։ Հիմնականում նրանք պետք է օրենքներ ընդունեն համաձայնեցված կերպով, միասին։ Թե ընդդիմությունը, թե իշխանությունը, բայց այդ բանը ես չեմ տեսնում, չկա։ Ինչպես եք գնահատում ազգային ժողովի աշխատանքը։ Շատ բաց, Իսկ ինչու։ որովհետև մեկը մեկին չեն հարգում, չեն սիրում, որ իրար հարգեն սիրեն ամեն ինչն լավ կլինի։ Են ասում է ես, են ասում է ես, ամեն մեկի դա եսը վեկալում է, ընկնում են առաջ։ Բայց ճիշտը մի հատ է, որ ես մեր գյուզելական ազգին փչացնում են։ Իշքան, այլ ազգեր կան, բերին լծեցին ես մեր երկրի մեջ, հլա չհաշված իրաց թերությունները։ Թող իրաց թերությունները վերացնեն, որ ազգերին լծեն։ Պետք է բան քուրի։ Իսկ օրակարգում ձեր կարծիքով լուրջ խնդրահարույց հարցեր քննարկվում են, թե Չէ։ Լուրջ բան չկա։ Սա մեկը մեկին խաբելով իրանց ֆինանսների համար, իրանց գործ առաջ են տանում, ժողովուրդը տոժում են մեջտեղը։ Պետք է բան քուրի ջան, մեկ էլ մեր ազգին առողջություն եմ ցանկանում ձեզ հետ միասին։ կասեք ինչպես եք գնահատում ազգային ժողովի աշխատանքները։ Ոչ բան չեմ ուզում ասեմ կներեք ազգային ժողովը իմ համար գոյություն չունի։ Իսկ ինչն է պատճառը։ Ինձ թվում է դուք այնքան խելացի եք, այնքան ամեն ինչ լավ տեսնում եք ու հասկանում եք, որ այդ հարցերը մենակ իզուր են։ Իսկ ձեր կարծիքով ներկայիս ու նախկին ազգային ժողովների գործնեության աշխատանքի բնույթը որևէ կերպ փոփոխությունների ենթարկվել են, թե ոչ, տարբերություններ նկատում եք։ Դժվար, հələ որ ոչ ման չի նկատվում, ամեն ինչ նույնն է, դոփում ենք նույն տեղում ու հետ զարգացում ենք ապրում ավելի լավ, չգիտեմ։ Իսկ ձեր կարծիքով օրակարգում լուրջ խնդիրներ այս պայն քննարկվում են ԱԺ-ում։ Չէ, ամենալուրջ խնդիրը մեր հիմա ներկայդրության դա մեր գերիներին վերադարձնելն է։ Մարդկանց բարելավելը կյանքը, դա է ինձ թվում։ Իսկ Նիկոլ Փաշինյանին եթե հնարավորություն լիներ ինչ-որ հարց տայք, որը կլիներ դա։ Երբ է ամեն ինչ վերջանալու վերջապես։ Ես ճիշտն ասած ստեղից չեմ իմանում, որ Որպես քաղաքացի դրական բացասական, օրինակ լուրջ խնդիրներ այնտեղ քննարկվում են ձեր կարծիքով։ մեկ-մեկ քննարկվում են, մեկ-մեկ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի։